Հիշում ես 4 տարի առաջ որ ապաշխարեցինք, Աստված բժշկեց, հենց Աստծո խոսք էինք խոսում, սենց ջերմեռանք, մեզ աղանդավոր էին կոչում, ու շատերը էլի սենց մեզի հալածում էին, ասում էին ամոթա TikTok-ի մեջ Աստծոս մի խոսա, քեզի բլոկեն, չեն հարգի, բայց հիմա գիտես հիմա ավետարանը քարոզի վայ նրան, ասում է Պողոս Առաքյալը, ով կամաչի ավետարանը քարոզի, իսկ նման մարդիկ ովքեր որ ամաչում են, իրանք իրանց մեջ ուղակի հավատ ունեն, բայց Աստված ճանաչողություն չունեն, քրիստոնեությունը որպես ժառանգություն դրել են իրանց ուսերին, անպագորգոր մենակ գոռում են Չէ, հիմա գիտես որն է հետաքրքիր, հիմա էլ ասում են, ինա դու Աստծուց ես խոսում, հիմա էլ Աստծուց ես խոսում, որ լայքեր հավաքես։ Չէ, աղանդավոր նշանակում է Աստծո խոսքից շեղված։ Դաժե այնքան ջիգարով է Աստծուց խոսում, որ նույնիսկ հավատացյալները չէին կարում տեղավորվեին, հալածում էին մեզ։ Տիջան բարև մեր հավատարիմ։ Անգամ այն մարդիկ ովքեր որ հոգևոր են ու մեկ նկատում են որ հոգևոր բաներ ես խոսում, իրանց համար էլ է տարօրինակ, որովհետև մարդկանց ուղեղի մեջ չի տեղավորվում, որ մարդ կա, որ կարող է Աստվածաշունչ կարդա ու Աստվածաշնչի միջոցով այդ մարդուն որպես գործակից օգտագործի եւ նրա հոգևորները կան, ոնց որ նստածել են TikTok-ի մեջ, հատուկ իրանք թերի հոգևորներ են, ասեմ ինչի, որովհետև ճշմարիտ հոգևոր հավատացյալ մարդը, Աստված ճանաչողություն ունեցող մարդը երբեք չի դատի Բայց իր կարծիքը է ասի։ Բայց կարա իր կարծիքը ասի։ Իր կարծիքը եթե չարա, դա ասու աշկերի մեջ գարշե Սարաքյալի նամակը հռոմեացիներին եղբորդ մի դատիր, ինչա ասում 14 գլուխն է ասում դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես։ Նա իր տիրոջ համար կանգուն կամ անկածա, բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ Այսինքն դուք ով եք մարդիկ, որ դատում եք այն մեկին, բայց ես մեր կրուտի տանող հավատացյալները կան, որ ասում են մենք չենք դատում, ուղղակի խորհուրդ ենք տալիս։ Էդի դուք եք այտենց մտածում, բայց դուք պատրաստվեք, որ վաղը մյուս օր բարձրանաք երկինք Հիսուսի առաջ եք կանգնելու։